Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Վահրամ Հովհաննիսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Հովհաննիսյան, խաղաղության խաչմերուկ թրիփ նախագիծ, որի մասին վերջերս շատ հաճախ է խոսվում, արդյոք այն բխում է Բաքվի շահերից, թե ոչ։ Նախագիծը այնպեսին, ինչպեսին հայտարարվել է եւ թղթի վրա արձանագրված է, այնքան էլ այն չէ, ինչ ծրագրում է, մտադիր է եւ պետք է Ադրբեջանին, սակայն Ադրբեջանը այսօր էլ կրկին Ղազախստանում հայտարարել էր Զանգեզուրի միջանցք տերմինով, օգտագործել է այդ տերմինը։ Փաստացի Ադրբեջանը մտադիր է ունենալ այնպիսի հաղորդակցություն, որը ոչ մի կերպ կախվածություն չի ունենա Հայաստանից, Հայաստանի հսկողության տեղի չի ունենա, սա Ադրբեջանի ամենակարևոր մտադրությունն ու ցանկությունն է։ Բացի այն, որ Հայաստանը դրանից օգուտներ չի ունենա, Իրանի հետ սահմանի առումով կարող է Հայաստանը խնդիրներ ունենալ, նաև Ադրբեջանը դրանով փորձում է ապահովել Միջին Ասիա կամ ընդհանրապես ասիական տարածաշրջանների կապը Եվրոպայի հետ ուղիղ իր տարածքում իր վերահսկողությամբ, կարծես ցույց տալը, որ ինքը կարողացավ հասնել նրան, ինչի մասին այդքան բարձրաձայնում էր, թե իր ժողովրդին էր խոստանում, թե այն շահառուներին, ովքեր Ադրբեջանի վրա կոպիտ ասած ներդրումներ են կատարել, որպեսզի Ադրբեջանը իրավունք ստանա Արցախի դեմ պատերազմ սկսի, Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնի եւ բռնատիրական կարգերով կառավարի այդ պետությունը։ Այսինքն ինչ ասել է, որ փաստաթուղթային տեսքով, որը կա թղթի վրա, այդքան էլ չի բխում Ադրբեջանի շահերից։ Դա ենթադրում է այդ ստորագրած փաստաթղթերը ենթադրում են պետությունների ինքնիշխանություն ու իրավազորություն այդ տարածքների երթուղիների նկատմամբ, սակայն Ադրբեջանին անհրաժեշտ չէ այնպիսի ճանապարհ Հայաստանի տարածքով, որը ոչ միայն Հայաստանին օգուտներ կբերի եկամուտների տեսքով, մաքսային տուրքերի տեսքով, այլև հայկական կողմից կվերահսկվի թույլ չտալու առումով, այսինքն Հայաստանը կիրականացնի իր մաքսային իրավազորություն այդ տարածքի նկատմամբ։ Սա ըստ էության Ադրբեջանի ոչ մի առավելություն չի տալիս, որովհետև նույն սկզբունքներով ինքը այսօր էլ Նախիջևանի հետ կապ ունի, եթե իր խնդիրը Նախիջևանի հետ ուղիղ կապ ունենալն էր, անմիջական կապ ունենալն էր, նա այսօր Իրանի տարածքով այդ հաղորդակցությունը ունի, բայց չգիտես ինչու Նախիջևանի սահմանը, ընդհանրապես Ադրբեջանի ցամաքային սահմանները արդեն 5 տարուց ավելի փակ են սեփական քաղաքացիների համար, այսինքն հենց Ադրբեջանը ու Ալիևը իրենք են խոչընդոտում իրենց քաղաքացիների տեղաշարժը։ Ինչու՞։ Եվ սկզբնապես հիմնավորել են կոവിഡ്ի համավարակով թույլ չտալու այդ համավարակի տարածումը, բայց վերջերս նախորդ տարի Ալիևը հայտարարեց, որ փորձում է դրանով պաշտպանել իր ժողովրդին։ Նկատի ուներ որոշակի ահաբեկչական սպառնալիքներ կամ օտար ուժերի, հնարավոր վտանգավոր ուժերի ներթափանցով Ադրբեջանի տարածք։ Նրա մասին մեր հետազոտություններ ենք մենք իրականացնել մեր հիմնադրամի շրջանակներում, մեր կայքում տեղադրված են, մանրամասն ուսումնասիրել ենք, օրինակ Նախիջևանի հետ կապված Նախիջևանը, քանի որ երկար ժամանակ փակ է եղել, այնտեղ ինֆորմացիոն վակուում կա, իշխանական ամենաթողություն է տիրել եւ այլն։ Միջկլանային բախումներն է փորձում դրանով կառավարել Ադրբեջանը իշխանության հետագա պահպանում ապահովելու համար, իշխանությունը սեփական այդ նույն Ալիևյան ընտանիքի ներսում պահելու համար։ Այսինքն սրանք տարբեր ծրագրեր են, ոչ միայն արտաքին սպառնալիքներից է փորձում Ալիևը պաշտպանվել, այլև իր քաղաքացիներին փորձում է վերահսկողության, տոտալ վերահսկողության պայմաններում պահել, թույլ չտալու որևէ քաղաքացիական շարժում, անհնազանդություն։ Սա կարծես շատ լավ աշխատում է, քանի որ Ադրբեջանում լուրջ բողոքի ցույցեր վերջին անգամ տեղի են ունեցել 2019 թվականին։ Դրանից հետո հնարավոր չի եղել Ադրբեջանը որոշակի ընդդիմադիրների շարժում կամ ինչ-որ տարբեր խմբերի կողմից իրավունքների համար բարձրաձայնումներ, այսինքն կանանց իրավունքներ, սոցիալական խնդիրների դրանց մասին բարձրաձայնումները կտրուկ ճնշվում են, որտեղ արտաքին աջակցություն չեն ունենում։ Օրինակ Նախիջևանից հնարավոր չէ քաղաքացիները դուրս գան բողոքի ցույցի գան, հասնեն Բաքու եւ այլն, լրիվ փակ է։ Եվ այս պայմաններում հաղորդակցությունը փակ է սեփական քաղաքացիների դեմ, բայց պահանջել հաղորդակցություն մի քիչ անտրամաբանական է։ Նշանակում է Ադրբեջանը բնավ իր քաղաքացիների շահերից ելնելով չի ուզում այդ ճանապարհը, այլ առաջներտին Հայաստանին վնաս հասցնելու, օգուտներ թույլ չտալու, եւ երկրորդը Նախիջևանը սեփական հսկողության, անմիջական հսկողության տակ պահելու համար։ Ի վերջո, պարոն Հովհաննիսյան, ինչու են մերթ օգտագործում այնտեղ Զանգեզուրի միջանցք տերմինը, խոսույթը։ Ես կարծում եմ Ադրբեջանը իրականում կոնկրետ Ալիևը նախագահի, հանձինս նախագահի փորձում է այդ տերմինը օգտագործելով դրա ենթատեքստում ունենալ այն
կարգավորումները, որ իրենց պետք է, այսինքն անխոչնդոտ երթևեկություն, Հայաստան-Իրան սահմանի խափանում, այսպես ասած, ենթադրում ներքին լսարանի համար է դա անում, թե առաջին հերթին ներքին լսարանի համար, որովհետև ինքը վաղուց խոստացել է դա, թե նախիջևանցիներին, թե մնացած Ադրբեջանի տարածքին։ Բացի այդ, Ադրբեջանը երբ որ ստացել է, այսպես ասած, համաձայնություն Արցախի դեմ պատերազմի եւ ագրեսիվ քաղաքականության, նա ունեցել է որոշակի շահառուներ, որոնց պետք է ապահոver այդ միջանցքը, բայց չի կարողացել եւ հիմա կրկին վերստին խոսելով Զանգեզուրի միջանցք տերմինով, դա փորձում է ցույց տալ, որ դեռ կարող է, դեռ շանս է ուզում, հնարավորություն է ուզում, որպեսզի իրականացնի այդ Թրամփի թեթև ձեռքով, այսպես ասած, նա կարծես չստացավ այդ ակնկալիքները եւ հիմա փորձում է պահել արդիական, որովհետեւ Թրամփը հավերժ չէ նախագահ եւ փորձելու է պահել ինչ որ պահի, մինչեւ ավելի հարմար իրավիճակ կլինի, ինչպես նշեցի, տարածաշրջանային ավելի լայն շրջանակներում։ Այսինքն այս դեպքում ինքը կարծես թե ինչպես ներքին լսարանի, այլ նաև շահառուներ, որ ասում եք, Ռուսաստան, հա, գուցե։ Ռուսաստան, Իսրայել, ինչու՞ չէ։ Տեսեք, ինչու եմ ասում, տարածաշրջանային մեծ համատեքստում պետք է դիտարկել, որովհետև այստեղ կարևորը թե այդ ճանապարհով ովքեր են անցնելու, որն է լինելու A եւ B կետը, Պեկինը Լոնդոնին է կապվելու, թե օրինակ Իսրայելը դրանով երթևեկելու է դեպի Միջին Ասիա կամ Ռուսաստան։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան առանձնապես չի ողջունել այդ թրիփը, որքան էլ դիվանագիտական պաշտոնական հայտարարություններ քաղաքական ենթատեքստով հնչել են, բայց ամեն դեպքում թրիփը այն չէ, ինչ նաև Թուրքիային էլ դա առանձնապես հետաքրքիր չէ, որովհետև այդտեղ վերահսկողության հարցն է կարևոր։ Պատկերացնենք Հայաստանը չի վերահսկում ընդհանրապես այդ ճանապարհը եւ այս դեպքում ով որ կետերն են միմյանց կապվելու այդ ճանապարհով։ Իհարկե Հայաստանի համար կարևոր է իր տարածքով, իր վերահսկողությամբ, իրավազորությամբ հաղորդակցությունը, թե ով ում հետ կկապվի մեծ հաշվով Հայաստանին առանձնապես ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը, բայց ձեռնտու չէ հարևան երկրներին։ Ձեռնտու չէ այն կարգավորումները, որ այս պահին կան, ձեռնտու չէ ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին, բայց փոխարենը ձեռնտու է օրինակ Իսրայելին։ Նա կկարողանա դրա միջոցով իր հետագա ծրագրերը իրականացնելով, օրինակ քրդական շարժումներ հրահրելով, ուղիղ կապ հաստատել Նախիջևանի միջոցով Ադրբեջանի եւ այնտեղից դեպի Միջին Ասիա ձգվի։ Մենք այստեղ ինչ եմ Իսրայելի հանգամանքը շեշտում, որովհետեւ մենք տեսնում ենք Թուրքիա-Իսրայել լրջագույն հակասություններ ու կարծում եմ այս Կիպրոսի ընտրություններից հետո էլ ավելի կսրվեն այդ հակասությունները միջերկրական ծովով։ Իհարկե թիվ 1 թեման Գազայի հատվածն է, Սիրիան է, բայց չպետք է անտեսել Ադրբեջանի տարածքում ու Ադրբեջանում Ադրբեջանի իշխանությունների վրա իսրայելական ահռելի ազդեցությունը, որն ավելի մեծ է, քան իրականում թուրքականը, եւ նույն Ադրբեջանի տարածքում էլ կա թուրք-իսրայելական հակասություններ ու այսպես ասած հակամարտություն, որը Ադրբեջանին ու Ալիևին թույլ չի տալու իրականացնել սեփական քաղաքականությունը, այլ որոշակի պահերի առաջնորդվելու է թուրքական շահերով կամ իսրայելական շահերով կամ ռուսական, այսինքն այն երկրների, որոնք իրեն աջակցել են կամ առնվազն համաձայնություն են տվել, որ ինքը ռազմական գործողություններ իրականացնի։ Ձեր հոդվածներից մեկում դուք գրել եք Ադրբեջան-Իսրայել դաշինքը որպես մերձավոր արևելյան եւ հարավկովկասյան քարտեզի ձևման իրատեսական սպառնալիք վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև առանձին երկրների, այդ թվում Հայաստանի, Իրանի եւ Թուրքիայի համար։ Սա գալիս է քրդական պետության ստեղծման իսրայելական ծրագրերից, մենք տեսնում ենք դա գործնականում տեղի է ունենում այսօր ինքնավար Քրդստան կա Իրաքի հյուսիսում, Սիրիայի հյուսիս-արևմուտքում կա, արևելքում կա այդ քրդական Ռոժավան ինքնավար շրջանը, այսօր բանակցություններ են գնում ինտեգրելու դա սիրիական ընդհանուր կառավարության մեջ, բայց չի ստացվում, փոխարենը ընդհակառակում մենք տեսնում ենք սիրիական այդ խմբերին, ջոկատներին արևմուտքի ու հատկապես Իսրայելի լայն աջակցությունը թե ռազմական, թե ֆինանսական, թե մնացած առումներով, որը բնավ չի խոսում այն մասին, որ ինտեգրման գործընթաց է գնում, ընդհակառակը քրդական այդ գործոնը շարունակում է ակտիվանալ, քրդական բանվորական կուսակցությունը առերևույթ լուծարվեց, սակայն մենք հայտարարություններում այդ կազմակերպության տեսնում ենք, որ դադարեցնում են ռազմական պայքարը, շարունակում են քաղաքացիական պայքարը, այսինքն ժողովրդավարական տեսքով, քաղաքական մեթոդներով շարունակելու են
քրդական պետության ստեղծման գործընթացը, սա շատ հին իսրայելական ծրագիր է տարածաշրջանի վերաձևում ասելով առաջին հերթին սա նկատի ունենք, իսկ քրդական պետության նույնիսկ իսրայելական պաշտոնական կարծիքների հայտարարությունների քրդական ազատ Քրդստան պետությունը պետք է ստեղծվի Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի եւ Իրանի տարածքում, այսինքն սա ենթադրում է նաեւ Թուրքիայի եւ Իրանի մասնատում, ինչը տարածաշրջանի այսինքն ամբողջական վերաձևում է։ Այդ դեպքում Նախիջևանը ուղիղ կապ է ստանում Քրդստանի միջոցով Իսրայելի հետ։ Եվ հիմա այդ իրավիճակում, երբ որ կստեղծվի քրդական տարածք, Իսրայելը կարողանա քրդական տարածքի միջոցով հեշտությամբ կապվել Նախիջևանի հետ եւ այնտեղից արդեն մեր թրիփ կկոչվի կամ այլ կերպ կկոչվի այդ ճանապարհով Ադրբեջանը, որը Իսրայելի շատ մոտ գործընկերն է։ Դե դեպքում Բաքվի համար Թուրքիա, Ռուսաստան, Արևմուտք թե Իսրայել։ Տեսեք, Ադրբեջան որպես պետություն այնտեղ ինքը ավելի շատ կարծես ներդրումային ինչ որ պոակ լինի կամ ՓԲ, որտեղ բոլորը ունեն իրենց փայաբաժինները։ Այս բանին Իսրայելի ազդեցությունն է այնտեղ շատ մեծ։ Որոշակի մինչև 2023 թվականը այնտեղ մեծ էր Ռուսաստանի ազդեցությունը, ինչ որ բանի մեծացել է Թուրքիայի ազդեցությունը, փոփոխական է այս ամենը։ Ադրբեջանը ի սկզբանե, երբ որ ստեղծվել է 1918 թվականի պետություն, ինքը հենց այդ սկզբունքով է ստեղծվել ավելի շատ նավթային տնտեսական կարգավորումների համար եւ այս տարածքում որ աշխարհագրական որոշակի միավոր է որպես ստեղծվել, որը կծառայի տարբեր շահառուներ, մեկ դարի ընթացքում այս շահառուները որոշակի շահերի բերումը փոփոխությունների են ենթարկվել եւ այդ process-ը գնում է։ Հիմա Ադրբեջանում մեծ է Իսրայելի ազդեցությունը, սա մենք պետք է ընդունենք գիտություն, անենք հետևություններ, թե Իսրայելի հետ մեր հարաբերությունները կառուցելու համար ճիշտ հասկանանք, թե որ հարցում հենց Ադրբեջանի հետ պետք է խոսել, որ հարցում նրա շահառուների։ Ադրբեջանում դեռ պահպանվում է ռուսական ազդեցությունը, թեև 23 թվականից հետո ահագին նվազել է, բայց դեռ այնտեղ պահպանվում է։ Թուրքիայում էլ կա Ադրբեջանի ազդեցությունը, բայց մենք նաև տեսնում ենք Թուրքիա-Ադրբեջան հակասություններ, որոնք շարունակում են օր-օրի սրվել, խորանալ։ Այս տարվա ընթացքում մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարներն ընդունեցին հռչակագիր պարտավորվելով հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով ամուր հավատարմությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին։ Խոսքը Հյուսիսային Կիպրոսի Վերջինները մերժում են Կիպրոս կղզում թուրքական անկախ պետության ստեղծումը, օրինական կազմավորում ճանաչում են միայն Կիպրոսի հանրապետությունը, կիպրոսցի թուրքերին կոչ անելով հրաժարվել անկախության միակողմանի հռչակումից։ Ինչու՞։ Այդ պետությունները, որ թվարկեցիք, մեծ մասը թուրքական պետությունների կազմակերպության անդամներ են։ Թուրքիան բավականին նեղացել էր, այսպես ասած, այդ երկրներից։ Ես դրա համար նկատի ունեմ, որովհետև եղբայրական պետություններ են։ Դա իրականում չկա եղբայրություն, այդ քաղաքականության մեջ չի կարող եղբայրություն լինել։ Դե բայց այսպեսի բանաձև սпасել այս երկրներից իրականում, որովհետև այդ մեր Միջին Ասիայի նշված երկրները այս բային Եվրոպական միության կարիքը շատ ունեն, որովհետև իրենց ապրանքը ի վերջո Ադրբեջանի, Հայաստանի եւ մյուս հաղորդակցության ուղիներով պետք է արտանվի դեպի Եվրոպա եւ Եվրոպան մտադիր է ներդրումներ կատարել Միջին Ասիական այդ երկրներում եւ այդ երկրները ստիպված են հաշվի առնել եվրոպական դիրքորոշումները տարբեր տարածաշրջանների հարցերում։ Նշեցի Իսրայել-Թուրքիա հակասությունները սրվում են, կշարունակեն առաջիկայում սրվել նաեւ Կիպրոսի համար, որովհետեւ Կիպրոսի հարակից ջրային ավազանում կա նավթի պաշարներ, որոնք վիճելի առարկա են Թուրքիայի եւ Իսրայելի միջև։ Թուրքիան մտադիր է դրանք շահագործել, Իսրայելի համար խոչընդոտ է եւ այլն։ Այսինքն սա շատ հարցեր կան հենց միջերկրական ծովի այդ հատվածում ու Ադրբեջանի դերն է այստեղ շատ կարևոր։ Ես նշեցի թուրք-ադրբեջանական հակասությունների մասին։ Տեսեք, 2020 թվականին Արցախի հարցում Թուրքիայի աջակցությունից հետո, Ադրբեջանին Թուրքիայի կողմից աջակցելուց հետո թուրքական փորձագիտական նաև որոշակի քաղաքական շրջանակներում ակնկալիքներ իհայտ եկան, որ Ադրբեջանը վերջապես կճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։ Հյուսիսային Կիպրոսը զավթվել է Թուրքիայի կողմից եւ դեռևս միայն Թուրքիան է ճանաչել նրա անկախությունը։ Իսկ Ադրբեջանը, երբ որ մենք համարել ենք Թուրքիայի եղբայր պետություն, ինչ օրս չի ճանաչել։ Թուրքական կողմը միշտ ակնկալիքներ ունեցել, որ կճանաչի, սակայն Ադրբեջանը մեջ է բերել, առաջ է բերել Արցախի հարցը, զգուշանալով, որ այդ դեպքում
եվրոպական երկրները կճանաչեն Արցախի անկախությունը, բայց 2020 թվականից հետո թուրքական կողմից հնչել են կարծիքներ, որ Արցախի հարց չկա արդեն, վերջապես ճանաչեք, բայց մինչև հիմա Ադրբեջանը չնայած բարբերաբար խոստումներին շարունակում է չճանաչել։ Սա ակնհայտ ցույց է տալիս այն հակասությունները, որ կան, որովհետև ինչու նշեցի Իսրայելի հետ կապեցի այս գործընթացները, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիայի եւ Իսրայելի գործընկերն է, բայց նրանք միմյանց հետ հակասություններ ունեն նույն Կիպրոսի հարցով։ Իսկ միջինասիական պետությունները դրանք նշեցի Եվրոպայից ակնկալիքներ ունեն դրա համար պետք է հաշվի առնել եվրոպական տեսակետները, բայց նաեւ Ադրբեջանի տարածքով այսինքն նաև Իսրայելի գործոնը հաշվի առնելով պետք է իրենք ընդունեն այդ դիրքորոշումը Կիպրոսի հարցում։ Պարոն Հովհաննիսյան, մեր զրույցում դուք անդրադարձաք Նախիջևանին, այս դեպքում չեմ կարող այս հարցը չտալ, սահմանադրական փոփոխությունները Նախիջևանում, ինչու հիմա եւ ինչ տեղի ունեցավ այդ, այսինքն ինչ է տրվում, ինչ է թույլատրվում դրանից հետո Ադրբեջանի իշխանությանը։ Այս ամենի համատեքստում հենց Նախիջևանի գործոնն է կարևոր, որտեղ Նախիջևանը ես ի սկզբանե ինչու նշեցի, որ թրիփը կամ Հայաստանի տարածքով հնարավոր հաղորդակցության ուղիները կարող են ունենալ այլ շահառուներ, թե կարևորը ովքեր են անցնելու այդ ճանապարհով Թուրքիայի տարածքով է գնալու, թե օրինակ Իսրայելն է օգտվելու այդ ճանապարհից եւ այլն, որովհետեւ իրականում Նախիջևանը որպես ինքնավար միավոր Կարսի եւ Մոսկվայի 1921 թվականների պայմանագրերով է դարձել այդ ինքնավար միավորը եւ հանձնվել Ադրբեջանի տնօրինության, այսինքն նա չի հանդիսացել երբեք անկախ Ադրբեջանի մաս։ Ուղղակի հանձնվել է Ադրբեջանին, ուղղակի տվել են ԻՊԱ, այսպես ասած։ Հիմա սահմանադրության դա ամրագրված է սահմանադրության մեջ։ Հիմա սահմանադրության այդ նախաբանը փոխվել է եւ այնտեղ Կարսի Մոսկվայի պայմանագրերի հղումների փոխարեն գրված է, որ այդ Նախիջևանը Ադրբեջանի անբաժան մաս է։ Ինչ է սա տալիս Ալիևին, սա ըստ էության Նախիջևանի հարցում դուրս են բղում Ռուսաստանին եւ Թուրքիային։ Նրանք մինչ օրս կարողացել են Նախիջևանի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, քանի որ իրենք են տերերը այդ տարածքի իրավական երաշխավորները ինչ որ առումով այդ երկու երկրներն են։ Այնտեղ նշված է եղել պայմանագրերով, որ չպետք է հանձնվի երրորդ կողմի նկատի ունենալով Հայաստանին, հիմա այդ մասը հանվել է, այսինքն այդ իրավական հիմքերը լրիվ ոչնչացվել են եւ դրվել է Ադրբեջանի անբաժանելիության սկզբունքը սահմանադրությունում, որը նաեւ Իրանի ձեռքերն է կապում Նախիջևանի հարցում որոշակի հավակնություններից։ Սա էլ պետք է հաշվի առնենք եւ ստացվում է, որ Նախիջևանը դառնում է Ադրբեջանի սովորական մաս, որտեղով պետք է թրիփը ունենա շարունակություն, Միջինասիան կամ Ասիայի մյուս երկրները կապեն Եվրոպայի հետ սետապում այս փոփոխությունները։ Ընդհանրապես պատահական չէր թրիփի օգոստոսի 8-ից առաջ։ Ընդ որում այդ նախաձեռնությունը խորհրդարան է Ադրբեջանի մտել այն օրը, երբ որ Ստամբուլում հանդիպում են Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Վահրամ Հովհաննիսյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։